Ողջույն 24-ի եթերում հետագից Նևես Նարեգալստյան ու այս պայն ես հյուրընկալել եմ խորհրդարանի Հայաստան դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանին, Տիկին Գրիգորյան ողջունում եմ եւ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Մի շաբաթ քառօրյա։ Այո։ Ես հիշում եմ նախորդ քառօրյայից, որ ԿՊԱ-ականները այսպես գրեթե երթում կերան, որ հաջորդ քառօրյայի ժամանակ ձեր ֆրակցիա հիմնական դերակատարներից Լևոն Քոչարյանը քաղաքական վենդետայի է ենթարկվելու, ինչը ենթադրում է, կարծում եմ, որ հաջորդ քառօրյայի ժամանակ բավական թեժ է լինելու եւ կա անգամ խոսակցություն, որ ֆիզիկական ներգործության այսպեսի, կռիվ են սարքելու, կարճ կոնկրետ ասեմ, էլի։ Հիմա Հայաստան ֆրակցիան գնալու է հաջորդ քառօրյային։ Ես նախ կարծում եմ սա առաջին դեպքը չէր եւ նրանք ֆիզիկական ներգործության իրավիճակներ իրանք են մշտապես փորձում սադրել, այսինքն նոր բան չէ, համենայն դեպս չգնալու որոշում չունենք։ Բա որ հանգարց սկսի կռիվը, դե ձեր համար հեշտ է, ձեր վրա ոչ են հարձակվելու, տղամարդը սպասում։ Դե դա խիստ հարաբերական է իհարկե, բայց ամեն դեպքում մենք չգնալու որոշում չունենք, այսինքն ինչ եք կարծում եք, պիտի վախենանք մտնենք այդ դահլիճ։ Դա իրանց դահլիճն է։ Չէ, անձնապես հարցը խնդիրը կին տղամարդ նույնիսկ էս բանի հարցի մեջ չէ։ Սեքսիստական բաներ չեմ ուզում ասեմ, բայց դա հիմնական ծեցուտողները տղամարդ։ Ես հասկանում եմ դուք ինչ եք ասում, ես հասկանում եմ իհարկե դուք ինչ եք ասում, բայց այնուամենայնիվ եթե այդպես ստացվի, մենք ընդհանրապես պետք է վախենանք այդ դահլիճ մտնենք, մենք ընդհանրապես պետք է Նիկոլ Փաշինյանին որևէ կերպ չառերեսվենք, մենք պետք է վախենանք փողոցում քայլենք, որովհետև կարող է Սոնա Մնացականյանի ճակատագրին արժանանանք, ու ընդհանրապես չկարողանանք այս երկրում շնչել ու արտաշնչել։ Այդպես չի լինելու, այդ ազգային ժողովը, նաև ժողովրդի ձայնն ենք մենք այնտեղ ներկայացնում, այդ ամբիոնը իրանց ամբիոնը չի, մեր ամբիոնն է, հետեւաբար որևէ տեղ զիջման իրենց կողմից չի լինելու, մեր կողմից չի։ Բացատրեք Նիկոլ Փաշինյանին հարց տալու իմաստը, էլի։ Այսինքն տեսեք, Հայաստան դաշինքը նույնիսկ ընդդիմություն ընդհանրապես տիտղոսային կիր կամ տիտղոսային, ինչպես ընդունված է ձևակերպել, բայց նաև դրա հետ միասին ոչ միայն տիտղոսային ընդդիմություն, նաև արտախորհրդարանական Փաշինյանին հայտարարել է պետության դավաճան, հայրենիքի դավաճան։ Առաջին անգամ չի այդ բառը կապակցությունը, այսպես Նիկոլ Դավաճան եզրույթը անգամ հանրահավաքների հիմնական սլոգաններից մեկն է։ Հիմա դուք ասում եք, որ ինքը պետության դավաճան է, հետո այդ պետության դավաճանին գնում եք հարցեր եք տալիս, այդ պետության դավաճանը շատ վատ բառերով է անդրադառնում ձեր ֆրակցիայի մասնավոր անձանց ու պատգամավորներին, ներողություն ես բառերի համար, բայց այնուամենայնիվ համբալ, մամբալ եւ այլն, հետո գնում եք հետո քառօրյային մասնակցում եք։ Այսա դիսոնանս է առաջացնում։ Իրականում ճիշտ եք ասում է ձևակերպումները, որ մենք տվել ենք դավաճանության հետ կապված եւ նաեւ ես իրան կարծում եմ ինքը մեր ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է, մեր պետությունը եթե ինչ որ ձև պետք է փրկել, նաեւ նախ եւ առաջ նրա հերացումով պետք է փրկել եւ գիտեք այդ Նիկոլ Դավաճան եզրույթը, եթե ես չեմ սխալվում, ինքը ձևակերպվել էր նաեւ հայրենիքի փրկության շարժման ժամանակ 2020 թվականից հետո, բայց ես վստահ եմ, որ դուք հետևում եք իրադարձություններին, այդ ժամանակ այդ ձևակերպումը այնպես չի, որ բոլորի կողմից ընկալելի ձևակերպում էր։ Այդ տարիների ընթացքում դարձավ այո, այդպես կարծրացրած ընկալում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, բայց դա միանգամից տեղի չի ունեցել։ Դա շարունակական աշխատանքի, շարունակական գործունեության բերումով է, որ այսօր ամեն երրորդ կամ չորրորդ մարդը հստակ արձանագրում ունի, որ այս մարդը ուղղակի դավաճան է։ Միևնույն ժամանակ բազմաթիվ մարդիկ էլ կան, որոնք չեն պատկերացնում, որ այս մարդն իսկապես մեր պետության նկատմամբ դավաճանություն է իրագործել եւ սրա դեմքը պետք է պատռել նաեւ այլ ասպեկտներով, օրինակ կոռուպցիայի հետ կապված։ Դուք գիտեք, որ ինքը եկել է աշխարհության հայտնի իր լոզունգներով թալանի վերադարձ, կոռուպցիան արմատախիլ անելով, մինչև վերջերս կար ընկալում, որ այո, մինչև վերջերս եկեք ընդունենք, որ կար ձևակերպված ընկալում, որ հա Նիկոլը արտաքին հարաբերությունները, անվտանգությունը, հա, բան չի հասկանում, որտեղ այնտեղ խոշոր ուժերը եւ այլն հարցերը լուծում են առանց իրա, ինքը խեղճ Նիկոլն է վերջում ինչ կարա անի, բայց ասում են, տեսեք, ինքը կոռուպցիոներ չի, իր շրջապատը այտենց անմեղ բարի մարդիկ են, ովքեր գնում են խելոք աշխատանքի եւ այլն։ Հիմա այս դիմակը նաեւ այս ձևով պետք է պատռել։ Այո, ես հասկանում եմ այն մտահոգությունները, որ նաեւ մեր քաղաքացիները մեզ ասում են, բա գնում եք, ինքը ձեզ չգիտեմ ինչ բառեր է ասում եւ այլն։ Ես ընդունում եմ, որ մենք նաեւ հարվածի տակ ենք ընկնում այդ փոխհարաբերությունների ժամանակ, բայց եթե ես կարող եմ հարվածվել, միևնույն ժամանակ պատռել իր դիմակը, թող հարվածվեմ, թող այո ինչ որ չափով նաև այսպես իմ ռեյտինգը իջնի, թող իջնի, խնդիրը դա չի, բայց եթե 10 հոգի մարդ տեսնելու է, որ այս մարդը կոռուպցիայի հետ կապված որևէ հարցին պատասխան չունի, ավելին դրանից ընկնում է ցնցումների մեջ եւ հասարակ մարդու մոտ ընկալում է այդ ձևակերպումը, ինքը իր համար տալիս է, որ այս մարդն իսկապես թաթախված է կոռուպցիայի մեջ։ Եթե մեկը Նիկոլ Փաշինյանին պետք է մերժի նրա համար, թե ինչ արել ինքը մեր պետության եւ Արցախի համար,
Մյուս մարդն էլ կարող է մերժել, որովհետև չի ընդունելու կոռուպցիոներ լինելու հանգամանքը, եւ այսպես շարունակ։ Եվ այդ բոլոր ֆրոնտերով մեր աշխատանքը պետք է շարունակվի։ Ես չեմ կարող համակերպվել այն մտքի հետ, որ ես ունենամ մանդատ, ես հնարավորություն ունենամ իր դիմակ ամեն անգամ պատռելու, եւ ես դա չանեմ։ Կներեք, ես այդ մոտեցման կրողն եմ։ Համաձայն եմ, բայց մի, ասում ասում են, есть նյուանս, ինչպես ասում են, հա, նյուանսը հետեւյալն է։ Ես անշուշտ դատավոր չեմ եւ չեմ պատրաստվում որևիցե մեկի նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացնել ամեղության կանխավարկածը հաշվի առնելով, բայց կոռուպցիայի հիմնական ցուցանիշներից մեկը միջազգային ընդունված նաեւ կոռուպցիայի մասին ընկալումներն են։ Այսինքն պայմանական, հա, մինչև ասում են, որ մինչև 2018 թվականը Հայաստանում հասարակության կողմից կոռուպցիայի մասին ընկալումները բավական սուր են եղել։ Այսինքն իրենք պատկերացրել են, որ կոռուպցիան չափից ավելի շատ է ու մեծ է մեր կյանքում եւ դա բնականաբար օրվա իշխանությունների, դրան հաջորդած նախորդած իշխանությունների կողմից եւ այլն։ Հիմա երբ որ Հայաստան դաշինքի падգամավորները կոռուպցիայի մասին հարցեր են տալիս Նիկոլ Փաշինյանին, ապա այսպես անաչառ դիտորդի կարծիքով դա նվեր է իրեն ուղղակի, որովհետև նա անմիջապես խոսում է Սերյան Օհանյանի Վահագնի թաղամասի տնի մասին, խոսում է Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք կոռուպցիայի դրսևորումների մասին, պատտվում հարցնում ասում է թե այսքան ապօրինի գույքի մասին հիմա բաներ կան, այսպես վերդիկտներ կան, կամ վերդիկտը չասեմ քննություններ կան, այս կան։ Բերում է օրինակ $200 միլիոն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի կարողությունները, որոնք որ հայտարարված են, ասում է սա ամեն ինչը դուք աշխատանքով եք արել։ Այսինքն, երբ որ դա հնչում է Հայաստան դաշինքի կողմից կամ լավ, չասեմ հենց Հայաստան դաշինքի, որպեսզի չընկալի թե իբր հենց այդ ֆրակցիայի մասն է խոսքը։ Ընդհանրապես նախկին իշխանությունների հետ ասոցացվող մարդկանց կամ նախկին իշխանությունների դերակատարների կողմից, ապա սա Փաշինյանին հնարավորություն է տալիս համեմատել տալ հանրային ձևով հիմիկվա իրավիճակը, որտեղ միայն բացառապես թեզեր են եւ չկա որևիցե դատական վարույթ բույսը եւ այլն եւ այն իրավիճակը, որի շուրջ այսօր կա դատական վարույթ ու կոնկրետ փաստեր կան։ Սերյան Օհանյանի տան նկար են հանում անընդհատ, խոսքով արդեն ասացի։ Ես հասկացա։ Ստեղ որն է բանը։ Ես հասկանում եմ այն խոցելիությունը, որ դուք նկատի ունեք եւ որը մատնանշում եք։ Ես անձնապես որևէ խնդիր չունեմ նման հարցադրումներ հնչեցնելու եւ վստահ եմ այդ դատողությունների ֆոնին դուք նաեւ տեսնում եք իրավիճակներ, երբ ասում են $60 միլիոն գումարը անիվով չկա, ու ինքը գոնե մի պատասխան չի կարողանում դրան տալ։ Եվ գիտեք, ինքը դրա փոխարեն քրեական գործ է, քրեական գործ։ Ես վստահ եմ, որ մեզ լսող բազմաթիվ մարդիկ էլ տեսել են, որ այդ պատասխանը ընդհանրապես համոզիչ չի կարող լինել, որովհետև 3 տարվա ընթացքում մի կասկածյալ, երբ որ չի ներգրավում, ընդ որում անիվ հիմնադրամը մենք հիմա մեծ բան ենք ասում, բայց այդտեղ ընթացիկ տարբեր գործեր են, այսինքն մասնատված մի քանի գործեր են, ու այդ գործերից որևէ մեկով մի կասկածյալ կամ մի մեղադրյալ ներգրաված չի։ Բոլոր անունները գիտեն, ով է ստորագրել, փողով է տվել, ոնց է տեղի ունեցել, ամեն ինչ պարզ է, բայց կասկածյալ մեղադրյալ ներգրաված չի, ինչը նշանակում է ամենաբարձր մակարդակով հովանավորություն է իրականացվում։ Էլ չեմ ասում այն հանգամանքը, որ 7 միլիարդ մենք պետական պարտք ենք ավելացրել։ 7 տարի ինքը իշխանության է եւ ամեն տարի, այսպես միջինացված, $1 միլիարդ մեր պետական պարտքը ավելացել է։ Եվ այսպես նախ դա կառավարելի չի արդեն, որովհետեւ ստացվում է մենք արդեն նոր պարտք ենք ներգրավում պարտքի տոկոսներ փակելու համար, այդ իրավիճակին այդ հանգրվանի ենք հասել, բայց զուգահեռաբար հարցադրում է, չէ՞, շատ տարական հարցադրում է հնչեցվում։ 7 միլիարդը մենք որտեղ տեսնենք։ 7 միլիարդը սենց բան չի, էլի փոքր մի չոփ չի, որ չգտնես։ Բայց մի հատ խոշոր ինչ ենթակառուցվածք ես դու կառուցել։ Ինչ դե հիմա դա բան չի, չէ՞, այսինքն այդ որ մի կառավարություն է պետական պարտք ներգրավում, սովորական ճանապարհ ասֆալտապատելու համար։ Ուրիշ բան, եթե դու պարտքը ներգրավես ստրատեգիական նշանակության նոր ճանապարհ կառուցելու համար, բայց ընթացիկ ասֆալտը տարին 5 անգամ նույն տեղը փռելու համար պետական պարտք չեն վերցնում։ Հիմա դե տեսեք, դրանք առանձին սեգմենտներ են։ Բնականաբար այդ 7 միլիարդի մեջ մտնում է նաև պաշտպանության տրվող գումարը եւ այլն, բայց ընդհանուր առմամբ 7 միլիարդ մեր պետական պարտքն ավելացնելով մենք տեսնում ենք որևէ շոշափելի բան չկա, այսինքն մի ատոմակայան, մի երկաթգիծ, մի ստրատեգիական նշանակության թունել եւ այլն։ Իհարկե կարելի է սարքել։ Հիմա ակնհայտ է, որ այդ իրողությունները պարզապես գոյություն չունեն եւ այստեղ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այդ գումարներն ուղղակի մսխվել են այս կամ այն ձևով կամ ուղղակի գրպանվել են։ Հիմա այս հարցերը մենք չենք կարող չբարձրաձայնել։ Ես հասկանում եմ, թե դուք ինչ տեսանկյունից եք ասում, բայց իրենք դուք ներողություն Փաշինյանին հիպոթետիկ մեղադրանքներ եք ներկայացնում։ Հիպոթետիկ չէ։ Դա շատ առարկայական հանում է։ Թուղթը ասում է, ահա, խնդրեմ
ու սկսում եք թվարկել, այսքան փող, այսքան ես ինչ, այսքան գույք, այսքան եւ այլն եւ այլն։ Ուստի այդ պոլեմիկայի մեջ մտնելը արդյոք ձեզ համար որպես քաղաքական բլոկ շահավետ է։ Միգուցե Աննա Գրիգորյան անունով այսպես անձի համար, հա, որին ինչ որ հեկերի բանի մեջ են, բայց դա բլեֆ էր ակնհայտ երևում էր։ Դա կոնկրետ սուտ էր, ու ես դրա համար դատի եմ տալու արդեն ասում։ Ասեք, տեղ հասկանալի է, բայց դեռ առարկայական բաներ կան, Տիկին Գրիգորյան։ Ես շատ լավ հասկանում եմ, դուք ինչ եք ասում, կրկնում եմ։ Մենք սրա մասին խոսել չենք կարող եւ կրկնում եմ, ամեն անգամ սովորական դիտորդի աչքերով էլ հարցը տալիս ես ուրա $60 միլիոն, ինքը դրան պատասխան չունի, այսինքն մարդն իր համար արձանագրում է, որ $60 միլիոն իր վճարած հարկերից ուղղակի մսխվել են չկան ու դրա պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է։ Մյուս կողմից, երբ ասում եք բան նշում են ձեր ֆրակցիայի հետ կապված մարդկանց անունները եւ այլն, քանի տարի է այդ ամեն ինչը հնչեցվել է։ Քանի տարի։ Կարող է 10 տարի հնչեցվի ու աշխատի։ 10 տարի շարունակ նախ միջև իշխանության գալը այդ ամեն ինչը հնչեցվում էր ու չգիտեմ քանի տասնապատիկ անգամ ավել գումարներով միջև այս վերջերս բոլորը կարծում են որ 4 միլիարդի մասին է խոսքը ճիշտ է հիմա եկել են $100 միլիոն ֆինանսական $100 միլիոն ֆինանսական ինչ որ բաների մասին է խոսում ես էլ ասում եմ անիֆով մենակ անիֆով $60 միլիոն արդեն մսխել է կարող դրա պատասխանը հələ մի հատ տակ մյուս կողմից իրականում իրանք այնքան են ասել հասարակ մարդն էլ ասում է լսի 7 տարի է իշխանության ես բերողի բերեիր 7 տարի իշխանության լինելով 7-րդ տարում գալ նվնվալ, բա գիտեք, մենք հիմա լավ չենք ապրում, որովհետև ժամանակին սենց էր, էլ չի աշխատում այդ խաղաքարտը։ Դա սպառված խաղաքարտ է։ Որոշակի ազդեցություն ամեն դեպքում ինչ որ չափով կարող է ունենալ, բայց արդյունքում ստացվեց, որ այն ամեն ինչ օրինակ Ռոբերտ Քոչարյանի մասն էին ասում, 4 միլիարդը, պղնձամոլիբդենային սպայկան, Արշին բանկը, չգիտեմ, 1000 ու մի հատ հիշում եք հայտնի մի հատ ցան կար։ Արդյունքում պարզվեց, որ այդ ամեն ինչը չկա, իրանք հիմա ընդունում են, որ դա չկա։ Խոսքը գնում է որոշակի գումարի մասին, որը դեռ պետքա ապացուցեն, չէ՞։ Այդ գործընթացը իրավական պետքա գնա, բայց հասարակ մարդն ասում է, լավ, դե սա արդեն անլուրջ է։ 10 տարի խոսեցիր դրա մասին եկար իշխանության գալուց հետո ամեն ինչ քո ձեռն է նույնիսկ բարձրագույն դատական խորհրդի ղեկավար կարողանում ես SMS-ով հանել այսինքն ամբողջությամբ մուրճը քո ձեռն է ինչ կարող ես ինչ պետքա կարողանում ես անել հիմա փաստորեն դու դա չես անում իսկ խնդիրը մեկն է բնականաբար այս թեման իրենք մատի փաթաթան են սարքում այո փորձում են քանի որ ոչ մի ուրիշ առաջարկ չունեն ժողովրդի ներկայացնելու ոչ մի հաջողություն չունեն ժողովրդի ներկայացնելու պետք է այդ իրենց մաշված խաղաքարտը մաշված պլաստինկան օգտագործեն բայց ես ձեզ վստահեցնում եմ որ դա բնականաբար չունի այլևս այն ազդեցությունը ինչ ունեցել է մինչև 18 թվականը 18-ին 21-ին եւ գնալով ուղղակի սպառվում այդ խաղաքարտը, բայց ես կարծում եմ այդ խաղաքարտը շատ ավելի մաշվում է, երբ մենք դեմ ենք տալիս Նիկոլ Փաշինյանին իր սեփական կոռուպցիոն գործարքները եւ պատահական չի իրականում պատահական չի, որ ինքը նման ցնցումների մեջ է ընկնում։ Մենք իրան Արցախից էլ ենք հարցրել անվտանգությունից։ Իմ հարցերի 90%-ը մշտապես նրան վերաբերել է անվտանգային հարցերին Արցախին։ Ինքը շատ հանգիստ Այս վերջի միգուցե 5-6 անգամը այո, բայց տարիներ շարունակ դրանից ենք հարցրել։ Այդ անվտանգություն Արցախ էլ հարցում ես, ասում է 91 թվականից տրվել է։ Հիմա չասենք, որ տենց չի։ Չխոսենք, որ խաղաղության բանակցություններ չկան, եւ այդ ամեն ինչը նաեւ տեխնոլոգիաների առումով իսկապես դա չենք կարող չընդունել, որ օրինակ մեր այսօրվա հարցազրույցը պայմանական կարողանա ինքնից միջինացված 10000 հոգի մարդ։ Այնտեղից հնչեցվածը հատկապես եւ RRS-ում է դա տեղի ունենում, շատ ավելի մեծ մարդկանց է հասանելի դառնում։ Եվ կրկնում եմ, ես կարող եմ իսկապես անհատապես հարվածի տակ եմ դնում տարբեր առումներով նաեւ վարկանիշի, նաեւ տարբեր հարցակումների եմ ենթարկում բայց դա ինձ երբեք չի կաշկանդելու, եթե ես իմ առաջ խնդիր ունեմ այս մարդու բոլոր դիմակները պատռելու, որ ինքը ոչ խաղաղասեր է, ոչ կաշառակերության դեմ պայքարող է, ուղղակի կոռուպցիոներ է ու մեր պետության թշնամին։ Եթե ինձ պետք է իր հետ RRS-ով դա անել, ես դա անելու եմ, արել եմ ու ինչ շարունակելու եմ։ Խոսեք, Գրիգորյան, ոչ մեկ ձեզ չի ասում, որ չպետք է խոսել, բայց ֆորմատը խորհրդարանական ֆորմատը, հարց ու պատասխանի ֆորմատը միշտ չի որ շահեկան վիճակում է դնում ձեզ։ Սա է ամբողջ հարցը։ Բացի դրանից նորից եմ ասում, այո, դուք կարող եք խոսել Փաշինյան, կոռուպցիա, ԿՊ եւ այլն, բայց պատասխանները կկին փաստված նկարներով, մյուսով եւ այլն այնքան են հնչում, որ այստեղ արդեն
այսպես ասեմ, ոչ իր համար է լավ իրավիճակ ստեղծվում, ոչ ձեր համար է լավ իրավիճակ իրականում ստեղծվում ու մնում է այս դաշտում այս պոլեմիկան, էլի, չոր հաշվարկով, գող փիսոք հաճալշում։ Դե դա ամեն դեպքում կարելի է նույն բանն ասել, ընդհանրապես բոլոր քաղաքական դիսկուրսները նաև փոխադարձ մեղադրանքներով աղոթեցում, դա նորմալ է, բայց չոր հաշվարկում ստացվում է, որ ինքը կրկնում է այն ինչ տասնյակ տարիներ կրկնել է, շատ ավելի փոքր դոզավորմամբ, բայց ավելանում է այն, որ ինքը եթե ներկայանում էր որպես կոռուպցիայի դեմ պայքարող անձ, հիմա ամբողջությամբ բացահայտվում է իր դեմքը, որ ոտով գլխով թաթախված է կոռուպցիայի մեջ։ Հասկանում եք, իր խաղաքարտը չի ավելանում, նույնն է, բայց մաշվում է, բայց մեր խաղաքարտը իր կոռուպցիայի մասով գնալով ամրանում է։ Հիմա դուրս եկեք փողոց, ամեն երկրորդը ձեզ վստահաբար նույնիսկ կարող է յուրաքանչյուրը պատասխանի, որ այս իշխանությունները ամբողջությամբ կոռուպցիայի մեջ են։ Եթե այդտեղ մի լումա նաև իմ հարցադրումներով, մեր գործընկերների հարցադրումներով է ձևավորվել, ուրեմն մենք կարծում եմ ճիշտ ճանապարհով ենք գնացել։ Լավ, դրա հետ միասին, տեսեք, երբ որ նայում ես սոցհարցումները, անշուշտ Փաշինյանի ռեյտինգը, ասեմ, հա, վարկանիշը, ասեմ, բավական ընկել է ու դրա հետ միասին բացարձակապես չի ավելացել ընդդիմության, դիտկոսային ընդդիմության վարկանիշը, առաջին կարծեմ հակառեյտինգը իր մեծությամբ ունի Նիկոլ Փաշինյանը, երկրորդը Ռոբերտ Քոչարյանը ըստ սոցհարցումների։ Հիմա կարծես թե դաշտը մեղադրում են դաշտի մոնոպոլիզացիայի մեջ, օրինակ Էդմոն Մարուքյանը Հայաստանի երկու նախագահներին եւ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է դաշտի մոնոպոլիզացիայի մեջ, որտեղ ամեն ինչ էս առանցքի շուրջ է պատտվում։ Ես նայում եմ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսը, որտեղ նա ասում է, որտեղ նա մեծ հաշվով հավակնություն տվեց հաջորդ վարչապետ դառնալու ընտրությունների ճանապարհով։ Այսինքն ասած, որ ես այո, կրիզիսային ժամանակներում լավ ղեկավար եմ եղել եւ կլինեմ նորից լավ ղեկավար։ Հիմա սա որոշակի թարգմանություն տվեց առ այն, որ ընդդիմությունն էլ ի դեմս ընդդիմության Հայաստան դաշինքի հատվածի պնդում է հետեւյալը. կամ Հայաստանում վարչապետը լինելու Ռոբերտ Քոչարյանը, կամ մնալու է Նիկոլ Փաշինյանը։ Կա այսպիսի մոտեցում, թե ոչ։ Տեսեք, ես մի քիչ չասեմ անլուրջ, բայց անտրամաբանական եմ դիտարկում այն մեղադրանքները հատկապես նաև մեր նկատմամբ, որ մենք մոնոպոլիզացրել ենք քաղաքական դաշտը, հատկապես ընդդիմադիր դաշտը։ Ախր քաղաքական գործընթացների տրամաբանությունն այդպես չի։ Եթե կա մեկը, ով կարողանում է հասնել ավելի մեծ թվով մարդկանց ուղեղներին, սրտին, նոր գաղափարներ առաջարկել, այդ մարդը այսպես թե այնպես դառնում է ավելի դոմինանտ դերակատարություն ունեցող մարդ։ Հիմա եթե մեզ ուղղակի ավելի փոքր դերակատարները քաղաքական դաշտում ասում են, որ իրենք հնարավորություն ունեն աճելու բացառապես մի պայմանով, եթե Ռոբերտ Քոչարյանը կողմ գնա, կներեք, դա անտրամաբանական ուղղակի պնդում է։ Հիմա եթե դուք կարող եք, իմիջիալոց նույն Էդմոն Մարուքյանը, մյուսները, ես տեսնում եմ իրանք ինչպիսի ամենօրյա աշխատանք են իրականացնում եւ այլն, բայց ակնհայտ է, չէ, որ այն մարդը, ով ընտրում է Ռոբերտ Քոչարյանին, երբեք չի ընտրելու Էդմոն Մարուքյանին։ Եվ այն մարդը, ով կարող է ընտրել Էդմոն Մարուքյանին, չի ընտրելու Ռոբերտ Քոչարյանին։ Հիմա պարոն Մարուքյանը փոխանակ այն զանգվածի հետ աշխատի, որը ամեն դեպքում մեզ ձայն չի տալու, եկել նորից թիրախավորում է մեզ։ Ինչու՞, տրամաբանությունը ո՞րն է։ Միևնույնն է, մեր ընտրազանգվածը ձեր հետևից չի գալու եւ փաստացի բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ 60% մեր ժողովրդի 60%-ը այս կամ այն ուժին այս պահին նախընտրություններ չի ցուցաբերում։ Հետևաբար շատ մեծ դաշտ կա աշխատելու եւ թիրախավորելու, այսպես անտեղի ինչ որ բան անելու, բա գիտեք, եթե դուք դուրս գաք, մենք կարողանանք հաղթել Նիկոլ Փաշինյանին, դուք եթե ընդդիմության մեջ չեք կարողանում առաջատար դիրքեր գալ, Նիկոլ Փաշինյանին ո՞նց եք հաղթելու։ Տիկին Գրիգորյան, մեր ձեր խնդիրը ո՞րն է, ինչպես հին առած կա, ասում է միրգ ուտել, թե պարտիզպանին, այսինքն այգեպանին ծեծելը։ Հիմա միրգ ուտել էս պարագայում Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, պարտիզպանին ծեծելը իրար մեջ, ընդդիմության մեջ բանն է, այն փոխհրաձգություններն են, որոնք որ կա։ Ակնհայտ է, որ Հայաստանում չկա որևիցե քաղաքական ուժ, ընդդիմադիր, եթե հիմա մենք դեռ խոսում ենք ընտրական ճանապարհի մասին, որը ինքն իրենով կարողանալու է մասնակցել եւ 50+1% հավաքել ու ձևավորել կառավարություն։ Սա ակնհայտ է։ Բայց բոլոր հնարավոր կոնսոլիդացիաների մասին խոսելը մերժվում է եւ մերժվում է մասնավորապես երկրորդ նախագահի կողմից, ասած որ ես որևիցե մեծ բանով գնալու ուտոպիա եմ համարում, չեն կարող իր այդ մի ընտրական դաշինքով գնալ եւ այլն եւ այլն։ Հիմա եթե ձեր խնդիրը իսկապես Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, ձեր
խնդրեմ անձնական չընդունեք, հա, քաղաքական ուժի խնդիրը կամ երկրորդ նախագահի խնդիրը, իսկապես առաջին խնդիրը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանից հետո վարչապետ դառնալն է, միգուցե ամեն մեկը իր ամբիցիաները մի քիչ այսպես զսպի, որպեսզի կարողանա այդ խնդիրը լուծել, որովհետև հակառակ պարագայում մենք կարող ունենք 2021 թվականի իրավիճակը։ Իսկ դուք պատկերացնում եք 2028 թվականին Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստան։ Իրականում նախագահ Քոչարյանը հետևյալ ձևակերպումներն էր անում, որ նախընտրական, այսինքն ցուցակները բոլորը իրար հետ մեկտեղելը, այո, տեսականորեն միգուցե վատ գաղափար չլիներ, բայց պրակտիկորեն ի վերջո քաղաքականությունը հողի վրա հնարավորությունների մասն է եւ ոչ թե տեսական դատողություններ։ Հողի վրա իրողությունները, մարդկային փոխհարաբերությունները, վստահելիությունը մարդկանց կողմից եւ այլն թույլ չի տալիս, որպեսզի այդ ուղղակի արհեստականորեն բոլորը մեկտեղում ձևավորված ցուցակով գնան։ Հետևաբար նաև տրամաբանական է, որ յուրաքանչյուր ուժ իր համար իր մաքսիմումը անի, իր ընտրազանգվածը կոնսոլիդացնի, ամեն ինչ անի, որպեսզի մարդիկ գնան ընտրության, եթե մենք գնում ենք ընտրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու տրամաբանությամբ, եւ հետո նոր ձևավորեն կոալիցիաներ։ Եվ նախագահ Քոչարյանն բնականաբար ասաց, որ հետ ընտրական կոալիցիաների մասով բնականաբար ամեն բան արվել եւ դա նաեւ մենք տեսանք դրա օրինակը տեսանք Գյումրիում հիմա շատերը կարող են ասել դե Գյումրին համայնքային ընտրությունները նույնը պետական մակարդակի տրանսֆորմացնելն այնքան էլ ճիշտ չի, բայց մոդելի տեսանկյունից դա աշխատեց։ Դուք պատկերացնում եք օրինակ Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը նույն ցուցակով գնային։ Հնարավոր չէր, ինչպես նաեւ մյուս, Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը, հնարավոր չէր, չէ՞, բոլորը մի ցուցակով։ Օրինակ Փարաքարի դեպքում դա աշխատեց։ Մի տեխնացու կարողացավ 50+1 հավաքել։ Գյումրիում օրինակ հնարավոր չէր լինելու դա անել։ Հետևաբար առանձին գնացին եւ վերջում կարողացան կոալիցիայով իշխանությանը տապալել։ Հիմա դա այդ տրամաբանությունն ինչու է հարվածի տակ դրվում։ Ասեմ, որովհետեւ ինչպես դուք շատ արդարացիորեն նկատեցիք, Գյումրու մոդելը բերել եւ տրանսֆորմացնել ամբողջ ինչն է այնտեղ, որ չի կարելի տրանսֆորմացնել։ Անձնական վերաբերմունքը 1, ազգակցական կապերը 2, այսինքն Վարդան Ղուկասյանը, եթե օրինակ, չգիտեմ, ասենք Կոմկուսից չլիներ պայմանական, լիներ, ասենք օրինակ, չգիտեմ, քաղաքացիական պայմանագրից ինքը պայմանական եմ ասում, ինքը կամ չգիտեմ Արամ Սարգսյանի հանրապետություն կուսակցությունից ինքը մեկը ունի մի էլեկտորատ, որը իրեն անկախ ամեն ինչից ձայն է տալու։ Նույնը վերաբերում է Մարտուն Գրիգորյանին։ Եթե Ռուբենի պարագայում չեմ կարող ասել թե նոր էր մտել խաղի մեջ, բայց այս երկուսը կայուն ձևավորված էլեկտորատ ունեն։ Քաղաքը փոքր է, բոլորը բոլորին ճանաչում են, շատ է անձնավորված ընտրական մոտեցումը, այսինքն ընտրանով ամբողջ հանրապետությունով բերել դա տրանսֆորմացնելը մեղմ ասած Չէ, ես մոդելի տեսանկյունից էի տրանսֆորմացնում, միևնույն ժամանակ, օրինակ հիմա կարծում եմ որևէ մեկի համար նորություն չի, այն մարդիկ, ովքեր օրինակ սատարում են երկրորդ նախագահին, կարող են որոշակի դժգոհություններ կամ ոչ վստահություն ունենալ օրինակ պայմանական երրորդ նախագահի նկատմամբ եւ հակառակը։ Հիմա արհեստականորեն բերել ձևավորել մի իսկապես այնտեղ նաեւ առաջանալու է, ես վստահ եմ, որ դուք էլ ականատես եք եղել տարբեր կոնսոլիդացիոն գործընթացների, որոնք միշտ չի որ հաջողության են հասնում, որովհետև յուրաքանչյուրն ասում է, այս մարդը ինձ համար անընդունելի է, առաջինը ով է լինելու, ով է հիմնական դերակատարնելու։ Այս process-ը միգուցե կրկնում եմ տեսականորեն վատ միտք չի, բայց պրակտիկ դաշտում ինքը չաշխատող է, հետևաբար արժե որ յուրաքանչյուր ուժ իր մաքսիմումով կարողանա կոնսոլիդացնի իր ընտրազանգվածը եւ հետո նաեւ մտածել հետընտրական արդեն կոնսոլիդացիաների մասին։ Դուք Վրաստանի ընտրությունները հիշում եք։ Այո։ Հիշում եք։ Վրաստանի ընտրություններում օրվա իշխանությունը ուներ Իվանիշվիլի գլխավորությամբ գնաց 1 բլոկով ու հաղթեց ցակուցրիվ մասնակցող, բայց հետընտրական process-ի ժամանակ իրար հետ միավորվել ցանկացող, ինչպես դուք եք ասում, մեկ ցուցակում անընդգրկելի մարդկանց հետ։ Սա դաս չեղավ, որ prичем հələ այդ ընդդիմությունը ուներ սարսափելի շատ արևմուտքի աջակցություն, այդ չգիտեմ, քաղաքացիական հասարակության մյուսի եւ այլն, իշխանություններին հաղթելը դժվար բան է։ Դուք բնականաբար դժվար բան է, որ հեշտ բան լիներ, մենք վաղուց դա արած կլինենք։ Իսկ դուք կարծում եք Իվանիշվիլին ունի, այսինքն Նիկոլ Փաշինյանն ունի այնքան սատարում, որքան Իվանիշվիլին ուներ տվյալ ժամանակահատվածում Վրաստանում, իհարկե ոչ։ Եվ բոլոր սոցիալական, բոլոր սոցիոլոգիական հարցումները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ադմինիստրատիվ ռեսուրսով, իրավական կլուբով եւ այլն բացառվում է, որ նույնիսկ նման շանս չկա, որ ինքը ձևավորի իշխանություն նույնիսկ իր սատելիտների միջոցով, իրենք շատ լավ են հասկանում, իմիջիայլոց իրենց, չէ,
իրենց հիստերիկ այս նման դրսևորումները, ագրեսիան եւ այլն, նաեւ այդ տրամաբանությունն է, որտեղ մարդիկ հասկանում են, որ կորսում են իշխանությունը, հատկապես այն մարդիկ, ովքեր որ հասկանում են ինչ են արել մեր երկրի եւ մեր ժողովրդի հետ եւ հասկանում են հետագա իրենց արդարադատությունը նրանց նկատմամբ ինչպեսի պետք է լինի։ Մի անգամ խոսացինք կրակը, բայց այնուամենայնիվ, տեսեք, մինչև 2026 թվականի ընտրությունները դեռ ունենք 1 տարի ժամանակ, ու այդ 1 տարի ժամանակը, ինչպես օրինակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ասաց, դեռ Աստված գիտի ինչ փորձանքներ է բերելու մեր պետության գլխին։ Հիմա այս բլոկը այս թվը առաջարկում է գործիք, impeachment։ Ասում եմ Երրորդ նախագահի ղեկավարած ֆիքսենք, որ դա իրենք են առաջարկում։ Ինքը ասաց, որ ոչ թե առաջարկում, ես կողմ եմ դրան, այդ գործիքի կիրառմանը կողմ եմ։ Անկամ ավելին ասաց, որ 21 թվականի ընտրություններին մասնակցելու պարտվել ավելի լուրջ էր, քան թե այս միակ սահմանադրական գործիքի կիրառումը։ Ընդ որում նա բացատրում է, բերում է օրինակներ, ասում է վաղը, որ այս անի, այն անի, այս հանձնի, այն հանձնի, մյուս անի եւ այլն, գնացիք է 26 թվականին, ասենք թե հաղթացիք եք, կարողանալու եք այդ կորուստները կվերականգնեք։ Չեք կարողանալու։ Ես հարցադրումները հասկանում եմ, այստեղ տրամաբանական Ես հարցս չդե ինչու է Ռոբերտ Քոչարյանի բլոկը այդքան սուր ընդունում impeachment-ի հարցը, անգամ նախագահ Քոչարյանն ասաց, որ մեծ հարց է այս impeachment-ի գործիքը կիրառվում է Նիկոլ Փաշինյանի դեմ թե իր դեմ։ Ես կարծում եմ դա բավականին լեգիտիմ հարց է, բայց ես ուզում եմ ձեր առաջին դիտարկումներից սկսել, երբ հստակ արդեն արձանագրվում է, այո, եթե սկզբում Նարեկ Մալյան եւ Էդգար Ղազարյան անձանց կողմից այսպես նախաձեռնություններ ներկայացվում, հիմա ակնհայտ է, որ հիմնական շարժիչ ուժը հենց հանրապետական կուսակցությունն է, ովքեր հայտարարել են, որ իրենք impeachment նախաձեռնելու են, impeachment-ը համարում են ամենաիրատեսական ուղին իշխանափոխության համար եւ հանրապետական կուսակցության ղեկավարն էլ Ծիծեռնակաբերդում հայտարարել է, որ կա փողոցային պայքարի ծրագիր։ Բոլորս հասկանում ենք, որ impeachment-ը փողոցային պայքարի կուլմինացիան պետք է լինի, այսինքն փողոցային դժգոհությունը պետք է կապիտալիզացվի արդեն impeachment-ի միջոցով։ Ներողություն։ Չէ, սպասեք, ես ավարտեմ։ Այսինքն, եթե մարդ կա, որ ասում է impeachment-ի պրոցեդուրալ գործընթացը առաջին քայլն է կամ հենց դրանով ավարտվում է, բոլորը հասկանում են, բոլորը, որ առանց փողոցային լուրջ ճնշման, առանց հանրային ճնշման 18 ԿՊ-ական պատգամավոր չեն միանալու։ Հակառակ բաներն ասողները կամ ռոմանտիկ են կամ դիտավորյալ մարդկանց մոլորեցնում են։ Հիմա ես տեսնում եմ, որ հանրապետական կուսակցությունն ասում է impeachment-ը ամենաիրատեսական ճանապարհն է, իրենք նախաձեռնելու են։ Զուգահեռաբար ունեն փողոցային պայքարի իրենց ծրագիրը։ Հետևաբար մնում է հարց տալ, թե երբ են դա անելու։ Երբ են դա անելու։ Հիմա գիտեք, ասել դա ամենաիրատեսականն է, զուգահեռաբար չսկսել, բա ինչու չեն սկսում այդ դեպքում։ Գծով ասում որ չեն սկսում։ Հարց ուրիշ բանի մեջ է։ Դեգին գեկան, հարց ուրիշ բանի մեջ է։ Փոխանակ դուք ասեք, որ այո, չգիտեմ, եթե գնում են 26 թվականի ընտրությունները, այդ ընտրություններին մասնակցել է այսպես թե այնպես կասա, միակ գործիքն է, որ պետք է կիրառել, կարող է եւ չստացվի, անշուշտ ոչ մեկ չի վանում, 22 թվականի դիմադրության շարժումն չստացվեց, 4 թվականի սրբազան շարժումն էլ ցավոք իր կուլմինացիային չհասավ, հայրենիքի փրկության շարժումն էլ չհասավ, բայց փորձեր էին, չէ՞, փողոցային։ Հիմա այսպի փորձը չի կիրառվել։ Ինչի է այսքան սուր impeachment-ի։ Ինչի է այսքան սուր ընդունել։ Բացարձակապես սրության բան չկա։ Հիմա մենք ասում ենք հետեւյալը, բա ինչու ենք ասում դա, որովհետեւ եթե մենք տեսնեինք այսօր, որ impeachment-ը իրագործելի է, այսինքն մենք կամ տեսնեինք, որ ԿՊ ֆրակցիայում 18 հոգի նստած սպասում ատամները կրճտացնելով, որ մի հատ process լինի, իրանք դուրս գան։ Այսինքն համակարգը ճակ տված է, մենք կարանք սկսենք process, իրանք միանալու են, դա կանեինք։ Կամ եթե լիներ այս պահին օբյեկտիվ այնպիսի իրողություն, որի հիման վրա կարող էր համաժողովրդական շարժում ձևավորել եւ հետո տանեինք impeachment-ի, մենք դա կանեինք։ Նարեկ ջան, ցավոք, ոչ իշխանական ճաքը կա այսօր, փաստացի, եւ ոչ էլ կա իրողություն, որը կդրթի համաժողովրդական ճնշում իրականացնելու։ Հետևաբար impeachment-ը զուտ ուղակի այսպես տարբեր տաղավարներում քննարկման առարկա դարձնելը, ես կարծում եմ, այդքան էլ ճիշտ չի անտրամաբանական։ Հիմա ինչով է մեզ թիրախավորել։ Ահա, բա ինչով է մեր դեմ, երբ որ մենք ասում ենք, որ ասացիք, ոչ մի բան ձեր դեմ չէր։ Ես սա բանը հիմքը դրեցի, հիմա սրանից բխում է հետևյալը։ Երբ մենք այս փաստացի լոգիկ փաստարկները բերում ենք, մեզ ասում են ոչ թե դրանք փաստարկներ են, այլ ուղղակի դուք չեք ուզում դա անել։ Մենք ասում ենք, մենք ունենք 28 ձայն։
28 մարդ կա, որ ստորագրելու է։ Հիմա եթե պատիվ ունեմը տեսնում է, որ դա իրատեսական է, որ սկսելը միայն սկսելով չի ավարտվելու, նաև արդյունքով է ավարտվելու, իրենք ծրագիրը ունեն, վստահություն ունեն, թող սկսեն, մենք էլ ասել ենք, չէ, 8 ստորագրությունը լինի, մենք միանում ենք։ Մեր դեմը նրանով Ռոբերտ Քոչարյանի խոսքերն եմ ցիտում։ Այն ինչ որ դուք ասեցիք, այսինքն պարզ չեղավ։ Չէ, քաղաքական երկխոսությունն է, օքեյ է։ Ինչով է ձեր դեմ։ Մեր դեմը, որովհետև մենք ասում ենք, մենք չենք սկսում, որովհետև չենք տեսնում process-ի արդյունքի հասնելը։ Դրանով թիրախավորվում ենք, ասում են, այ դուք ուրեմն չեք ուզում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մենք էլ ասում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը մեզնից ավելի շատ ուզողներ կան ու տեսնում են այդ ճանապարհը, թող սկսեն եւ մենք միանալու ենք այդ process-ին։ 8 ստորագրությունները արդեն հայտարարել են, որ ես պատրաստում մտնել 0-ին հավանականություն ունեցող։ Բայց նաև հայտարարությունն ենք, ճիշտ է, որովհետև այս պահին 0-ին ձգտող հավանականություն ունի, հակառակ դեպքում ես վստահ եմ, որ պատիվ ունեմ իմ մեջ հարգելի գործընկերները, ովքեր լավ են պատկերացնում իրողությունները, կսկսեին րոպե առաջ։ Որ այստեղ թվաբանություն է 36 եւ 54, հա, շատ հստակ է։ Բայց դրա հետ միասին, Տիկին Գրիգորյան, մինչև դուք գնաք հասնենք 2026 թվականի ընտրություններին, այս պարլամենտական այս բանով, կրքերով Շեքսպիրյան, որ ծավալվում է, Հայաստանը կարող է կանգնել շատ ավելի մեծ խնդիրների առաջ։ Դիցուք մի օրինակ եմ ձեզ ուզում բերել։ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը վաղը ստորագրում են մի փաստաթուղթ, որը գործնական առումով Հայաստանի խաղաղություն ամեն հավանականությամբ չի բերելու, բայց PR տեսանկյունից Փաշինյանին տալու է հետևյալ հնարավորությունը։ Ինքը Ամասիայից մինչև Մեղրիը թուղթը վերցնելու է, գնալու է ասել Հայաստանի Հանրապետության հպարտ եւ սիրելի քաղաքացիներ, ես ձեզ բերել եմ խաղաղության թուղթ, բոլոր նրանք, ովքեր որ գալու են եւ ձեզ համոզելու են, որ սա խաղաղության թուղթ չի, պատերազմի մունետիկներն են եւ ուզում են վերականգնել այն կոռուպցիոն համակարգը, որը եղել է այն մարդակուլ եւ այլն, այսինքն այդ էպիտետները պատկերացնում եք, չէ՞, Փաշինյանական ֆանտազիան ինչքան կների դա ասել, բերելու է, այսինքն այդ մարդիկ բերելու են պատերազմ եւ այդ կոռուպցիոն համակարգը։ Ստեղ ոչ դուք, ոչ պատիվ ունեմը, ոչ որից է մեկը առանձնապես խաղալու տեղ չեք ունենալու, որովհետև մարդկանց մոտ ենթագիտակցորեն ասում են լավ, էսա, բայց աման Աստվածչանի պատերազմ չսկսվի։ Ես հասկացա, չնայած հարցադրումը չկար, բայց հասկացա, որ եթե դա լինի, դուք ավելի անզոր եք լինելու հաջորդ։ Որ դուք մինչև սպասեք հաջորդ ընտրություններին, նախ կարող է շատ բաներ փոխվի։ Ուզում եմ այդ արձանագրումն անել, որ որևէ մեկ այսպես նստած չի սպասում, օրացույցը չի թերթում, թե երբ է գալու 26 թվականը, դրա համար համապատասխան աշխատանք տարվում է եւ չէ, նկատի ունեմ մեր ամենօրյա գործունեությամբ եւ նաեւ այն հանգամանքը, որ մենք երբևէ չենք էլ բացառել արտահերթ զարգացումներ, այսինքն այնպես չի, չէ, որ ասել են 26 թվականի ընտրություններն են, միայն ընտրություններն են, բոլոր քաղաքական ուժերը, այսպես թե այնպես, այո, իրենց մտքում պետք է ունենան, որ deadline-ը, այսպես ասած, ինչ որ բան փոխելու դա է։ Միևնույն ժամանակ, եթե իրականությունում ձևավորվի հնդածս այնպիսի իրողություն ձևավորի, որը արտահերթ զարգացումների հնարավորություն կտա, մենք վարկյան առաջ չենք մտածելու դա իրականացնելու։ Հետևաբար, ես ինչն էի ասում, դուք երբ որ ասում եք արտահերթ, դա նկատի ունեք նաև փողոցային պայքարը, չէ։ Ուզում եմ, դե հիմնականը փողոցային պայքարն է, կրկնում եմ փողոցային պայքարի ապոգեյնը իմպիչմենտի, այսինքն իրականացումը։ Համաձայն չեն, իրենք ասում են դուք process-ը պետք է սկսեք։ Հիմա այս պարագայում ոչ թե խոսում հանրապետական կուսակցության եւ երրորդ նախագահի մասին, այլ այն երկու քաղաքացիների, որոնք որ հարցը նետել են դաշտ, այսպես ասենք։ Դե եթե դուք տեղ տրամաբանություն տեսնում եք, այսինքն փողոցային ճնշմամբ նույնիսկ པարզ չի դա կլինի թե չէ, բայց հենց ստորագրությունները, այսինքն մի րոպե, էլի, այսինքն ստորագրությունները, ենթադրենք 36 ստորագրություն կա, ենթադրենք։ Հարցը կախում է կոթի մեջ։ Ենթադրենք 36 ստորագրություն կա։ 54-ը ո՞նց է ձևավորում։ Թող ինձ ասեն ո՞նց է ձևավորում այդ 54-ը։ Բայց կներեք, ես այն նախորդ հարցի պատասխանը չեկա։ Ցավոք, այնպիսին է իրավիճակը, որ փողոցային պայքարի համար դե հիմա տարիների փորձը այդպես է ցույց տվել, որ մի հատ այդ բառը չեմ սիրում, բայց կարծում եմ ամենատիպիկն է նկարագրում, տրիգեր է պետք։ Այսինքն
կայծ է պետք, որը ակնհայտ է, որ հիմա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ատելությունը, դժգոհությունը մաքսիմումի է հասած, բայց դա կոնսոլիդացնելու համար հենց այնպես մի օր կանգնել, այսպես կամերաների առաջ ու ասել եկեք 3 շաբթի օրվանից սկսենք փողոցային պայքար, ցավոք տենց չի ստացվում։ Մենք նաև տեսել ենք ընթացքում, որ նաև տարբեր մարդիկ փորձել են դա այդպես անել, չի ստացվել։ Եվ յուրաքանչյուր ժողովրդական շարժում ձևավորել է նոր իրողությունների վրա, պատերազմից հետո է դա եղել։ Դա եղել է օրինակ դիմադրության շարժման ժամանակ, երբ հայտարարվեց, որ նշաձողի իջեցման հարց կա, հետ մենք հասկանում ենք դա ինչին է տանում։ Եղել է Տավուշից տարածքների հանձնում, Արցախի էթնիկ զտում եւ այլն։ Այսինքն եղել է մի իրողություն, որը բերել է համաժողովրդական շարժման։ Հիմա դա իրականում լավ բան չի, որ մենք այս ռեակցիոն ենք գնում, բայց միևնույն ժամանակ հակառակն էլ չի ստացվել։ Մինչև այսօր հակառակ չի ստացվել։ Մի բան պակասում է, նոր այդ ժամանակ պետք է ընկալել դա որպես տրիգեր։ Նայ, դա հայտարարված տրիգերներ են։ Սարսափելի բաներ էին, որոնք դրանք սարսափելի բաներ են, օրինակ դիմադրության շարժումը փաստացի ինչ որ մի բան հանձնում չէր գնում, բայց հռետորաբանության մակարդակով հասկանում ենք, թե դա հողի վրա որտեղ էր տանելու եւ մենք դա իրականացրել ենք։ Նկատի ունեմ ամեն դեպքում դա իմ սրտով չի, որ այդպես է, բայց դա այդպես է հողի վրա։ Բայց դա այդպես է հողի վրա, որ առանց խոշոր ինչ որ sense կայծի համաժողովրդական շարժման ձևավորումը ես քիչ չեմ բացառում իհարկե, բայց քիչ հավանական եմ համարում։ Ես այս պահին շատ քիչ հավանական եմ համարում, որ կլինի ստորագրությունը այդ այսպես կոչված պայմանագրի, իմիջիալոց ուզում եմ այստեղ էլ շեշտադրում անել, որ մենք տարիներ շարունակ ես եւ իմ գործընկերները անդադ բարձրաձայնում ենք այդ փաստաթղթի խաղաղության հետ կապ չունենալու հանգամանքը, այդ աշխատանքը տանում ենք եւ այլն, բայց ճիշտ եք ասում, դա պակաս նշանակություն կունենա, երբ որ այդ ստորագրված փաստաթուղթը խաղաղություն բառով ներկայացվի քարոզչական տեսանկյունից եւ մշտապես էլ մենք ասել ենք, որ դա բացառապես քարոզչական բնույթ է կրում։ Այս պահին դա ես քիչ հավանական եմ համարում, հաշվի առնելով, որ կան հստակ պահանջներ եւ ես այս պահին գիտեմ, որ նաեւ ԿՊ-ում քննարկվում է, թե այդ հարցի գործում, այսինքն սահմանադրության, գիտեք, որ երկու պահանջ է, մեկը Մինսկի խմբի համանախագահության չեղարկումը, որոնք իրենք ընդունել են, բայց հիմնական խնդիրը սահմանադրության փոփոխությունն է։ Հիմա այնտեղ երկու կարծիք կա՝ գնալ սահմանադրության փոփոխության զուգահեռ ընտրությունների, թե ընտրություններից հետո նոր տանել ինչ որ այլ հույս ունենալով, որ կվերընտրվեն եւ տանեն։ Համենայն դեպս ակնհայտ է, որ միջև այդ շատ քիչ է հավանականությունը, եթե իհարկե Ալիևը չորոշի բանտիկով նվեր անել Նիկոլ Փաշինյանին, այդ տարբերակն էլ չենք բացառում իհարկե, այս պահին կրկնում եմ հաշվի առնելով հիմիկվա խոսույթը դա քիչ հավանական է, բայց ամեն դեպքում եթե այդպիսի բան լինի, իսկապես մենք ավելի բարդ իրավիճակում ենք հայտնվելու, այն առումով, որ իսկապես չենք կարողանալու շատ ավելի բան բացատրել, համոզիչ բացատրել, որ խաղաղությունն այդ թղթով չի գալիս, այ իր համար ընտրական process-ի համար ուղղակի թուղթ է։ Ես ուղղակի շատ ուզում եմ Տիկին Գրիգորյան, անկեղծորեն ուզում եմ, որ 26 թվականի հունիսի 23-ին կամ 24-ին ես եւ դուք նույն տաղավարում չնստենք ու չխոսենք այն մասին, թե ինչպես է ընդդիմությունը պատրաստվում քաջարի ձևով պայքարել խորհրդարանում նոր ձևավորված կառավարության դեմ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ։ Սա եմ ուզում։ Այո, բոլորիս ցանկությունն է դա, եւ այսինքն դա չի լինելու, այլ բան է, որ հիմա հիմիկվանից իմիջիալոց շատ բան է։ Ես այդ վստահությունը ուզում եմ հասկանալ, որտեղից է, ինչի՞ վրա է։ Վստահությունը պետք է ձևավորի աշխատանքի արդյունքում։ Ես հիմա հիշում եք բանի մեր զրույցի մի հատված, որ մարդիկ կան ասում են, այ դուք որ քաղաքական դաշտում չլինեք եւ այլն, բայց պատկերացրեք մեզանից յուրաքանչյուրը նաև այդ հանրային դեմքի քաղաքական դեմքերը համատարած այդ աշխատանքը տանեին, ոչ թե նստեին մեզ քննադատեին, այլ իրենց ընտրազանգված, իրենց թիրախային լսարանը գտնեին եւ փորձեին այդ աշխատանքը տանել։ Եթե մենք բոլորը սկսենք նվնվալ, որ դե չի ստացվում, որ մեկ ասենց ալնելու, մեկ անենց ալնելու, Նարեկ ջան, եկեք մեր իրերը հավաքենք ու երկրից գնանք այդ տրամաբանության։ 4 տարի չեք նվնվացել, բայց Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ Չէ, բա հիմա լավ, եկեք այսպես բան է, մյուս ծայրահեղության մեջ չմտնենք ու ասենք, որ մենք ոչ մի բան չենք արել ենք, չէ՞։ Փողոցում ենք եղել, խորհրդանում ենք եղել, ոչ միտեղ հաճելի չի եղել, բոլոր տեղերն էլ հարվածի ենք ենթարկվել եւ այլն, ու սա չեմ ասում էլի, որ սենց բա գիտեք, պաշտպանողական դիրքերից չեմ ասում, արել ենք, ու հիմա իմ խնդիրը ընդհանուր քաղաքական դաշտում այդ ընդհանուր նվնվոցն է, բայց չի լինելու, այս մեկը չի ստացվելու, իրատեսական բոլորը պետքա բոլոր ֆրոնտերով գնան աշխատանքի։ Իմիջիալոց ես այստեղ չեմ ուզում հակադրության մեջ դնել բանը ընտրություններն ու փողոցային պայքարը ի վերջո եւ ընտրություններում հաղթելու եւ փողոցային պայքարում հաղթելու համար դու ակտիվ մարդկանց հետ աշխատանք
պետք է իրականացնես։ Ու այդ աշխատանքը չպետք է սահմանափակվի ոչ ազգային ժողով, ոչ տաղավարներում, մարդկանց այդ աշխատանք պետք է տարվի։ Կրկնում եմ, դրանք հակադրության մեջ չեն։ Իհարկե մարտավարական առումով տարբեր նաև հռետորաբանություն բանա ենթադրում, բայց աշխատանքը եւ փողոցում հաղթելու եւ ընտրություններում պետք է իրականացվի համատարած, ագրեսիվ, ոչ թե բառի իմաստով ագրեսիվ, այլ այսպես շատ ինտենսիվ պետք է անի ու ես ուզում եմ իսկապես մենք լծվենք բոլոր ֆրոնտերով աշխատանքի եւ ոչ թե քննարկենք, բայց այս մեկը չանենք, բայց մի բան չհարցնենք Նիկոլը չջղանա։ Չէ, պետք է այնքան հարցնել, որ իր բոլոր դիմակները պատրվեն։ Ոչ թե ինձ հարցադրում հնչեցվի, բա գնալու եք խորհրդան, իրանք սպառնացել են։ Այ իրանք ով են, որ մեզ սպառնան։ Իրականում էլի, դե հիմա կարող ենք քայլից հետ քայլ անենք, բոլոր տեղերից հետ քայլ անենք հույս ունենալով, որ մենք կարանք Նիկոլ Փաշինյան փոխենք, տենց չի լինում։ Impeachment բան եւ այլն, ասում եմ ժամանակը ցույց կտա 3 առաջ օրը Հայաստան եկել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, ես կարճ ուղղակի ուզում եմ այս թեմայով ձեր հետ խոսել։ Ակնհայտ է, չէ՞ որ Հայաստանում վերջին 2-3 տարվա ընթացքում ընթանում է Ռուսաստանի դեմոնիզացիա, Ռուսաստանը սենց արեց, այն արեց եւ այլն։ Անշուշտ Ռուսաստանը բազմաթիվ բաներ արել է ու այդ հարցադրումները օբյեկտիվ են մեծ մասը, բայց կա նաեւ սեփական ներողություն այս ոչ եթերային բառը, կերած բողկերը ուրիշի գոյությամբ արդարացնելու մոլուցք, որը ԿՊ-ում նոր չի եւ այսպես շարունակվում է։ Բայց ով հրաշք, մենք ինչ որ տես բաներ տեսանք, հայտարարություններ, բաներ եւ այլն, որոնք կարծես թե փոխում են իրականություն, պատկերացումները Ռուսաստանի մասին։ Օրինակ, որ հայ-ռուսական ստրատեգիական հարաբերությունները վերաֆորմատավորման ենթակա չեն, սա Արադ Միրզոյան։ Օրինակ, որ մենք գոյենք հայ-ռուսական հարաբերությունների դինամիկայից Նիկոլ Փաշինյան։ Օրինակ, որ մենք Եվրամիություն չենք գնում եւ չենք բանակցում անդամակցության շուրջ, սա Արադ Միրզոյան։ Օրինակ, որ հապկի հարցում մենք չենք շտապում միշտ ապեք, ինչպես ասեց, հետևություններ անել դուրս գալու հետ կապված, սա Արադ Միրզոյան եւ այս ամեն ինչի վերջում որպես ծաղիկ, հա, մի հատ էլ իրենց սիրելի արևմտամետներին մի թեթև հրեցին ու բրբրթեցին ԱԳՆ-ի դիմաց, թույլ չտալու համար, որպեսզի Լավրովը հանկարծ լսի որևիցե տհաճ խոսք իրենց սիրելի արևմտամետներից, իշխանության սիրելի արևմտամետներից։ Բայց ձեր մեկնաբանությունը էս ինչ հրաշք կատարվեց։ Ես տեսնում եմ ակնհայտորեն, որ Նիկոլ Փաշինյանը իր արևմտյան գործընկերների կուզեկտերերի կողմից այլևս աջակցություն չունի։ Դուք գիտեք, որ Միացյալ Նահանգներում վարչակազմ է փոխվել, որոնց հետաքրքրությունների շրջանակը այդքան էլ խորացված չի մեր տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում։ Հետևաբար այլ բան չի մնում, քան փորձել գնալ հետողորմյա անել այն վատ հարաբերությունները, որ կա Ռուսաստանի հետ։ Ես կարծում եմ դա ինչ որ դրվագով նաև դրսևորումն է Արադ Միրզոյան Լավրով այդ բանի ասուլիսի։ Իրականում, երբ որ Արադ Միրզոյանն ասում է մենք նպատակ չունենք կամ մենք Եվրոպական միության անդամակցելու վերաբերյալ բանակցություններ չենք սկսել, այդ նպատակադրումն էլ չկա, տարբեր նախարարներ ասում են ով ասել որ մենք ընդհանրապես ԵԱՏՄ-ից պետքա դուրս գանք եւ այլն, դա հերթական անգամ ապացուցում է մեր այն պնդումը, որ այս ամեն ինչը խնդիր չի դրել, այսինքն այս գործընթացով իրենք խնդիր չեն դրել գնալ Եվրոպական միություն, լինել ավելի լավ կազմի մեջ, չգիտեմ, ավելի անվտանգ, ուղղակի քարոզչական թեզեր, այսպես բան կապիտալիզացնելու հակառուսական տրամադրությունները եւ իրենց վրա քաշելու այդ էլեկտորատը։ Բայց իհարկե absurd է, երբ որ մի իշխանության իր տարբեր բարձրագույն մակարդակներով հայտարարում է, որ Ռուսաստանը իրենց դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծել, հա, հասկանում եք, հիբրիդային պատերազմ է սանձազերծել, ու դու այդ քո դեմ պատերազմ սանձազերծող երկրի ամենաբարձր ներկայացուցիչների հետ ինչ որ տարբեր քննարկումներ ես անում, ավելի խորացնում ես քո հարաբերությունները եւ սա ուղղակի absurd է, նոնսենս է։ Կամ որ Եվրամիություն չգնում այդ պարագումեն անկապ օրենքը ինչ։ Հիմա այդ օրենքը իրանք խախտում են, կարանք իրենց դատի տանք, որ իրենք իրենց ընդունած օրենքը խախտում են։ Մարդիկ ամրագրել են, որ մենք սկսում ենք մեկնարկը տրվում է Եվրոպական միության անդամակցության գործընթացի։ Հիմա ես կարամ օրինակ Արադ Միրզոյանի դատի տամ, որ ինքը խախտել է այդ օրենքը։ Ինչ ասեմ, երևի թե կարող եք։ Չէ, սա ուղղակի հերթական անգամ ցուցադրում է, որ իրենք երբևէ նպատակել չեն ունեցել արևմուտք գնալու, սա ուղղակի Ռուսաստանի հետ հերթական անգամ այսպես հակադրվելու տրամաբանություն էր եւ նաեւ հակառուսական տրամադրություններն իրենց վրա քաշելու process էր։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ սպասում եմ հաջորդ քարորիային, ունեմ մեծ քանակությամբ պոպկորն եւ կոլա, ու նստելու եմ նայեմ տեղի ունեցող գործընթացները այն տրամաբանության մեջ, որ սպասում եմ տեսնեմ, թե ինչ հերթական շոու է իրականանալու օրվա իշխանությունների կողմից ու բայց կներեք, էլի, այս խոսքին զուգահեռ
Այսինքն, այս դուք եւ մնացածը որ քննադատում եք, օբյեկտիվ, միգուցե այդտեղ օբյեկտիվության հատիկ կա, ես չեմ մերժում, որտեղ օբյեկտիվության հատիկ չկա, չնայած ես իմ մեկնաբանությունները դրեցի այդտեղ։ Մյուս կողմից, այսինքն ավելի լավ է, որ մենք ընդհանրապես խորհրդանում չլինենք։ Մենք ընդհանրապես խորհրդանում չլինենք, դա ինչ է տալու կամ ումը ինչ տալու։ Եթե Նիկոլ Փաշինյանը հիմա կներեք, էլի, Աննա, լրատվամիջոցի տեսանկյունից չգնայեմ, հասարակ քաղաքացու տեսանկյունից։ Ֆանտաստիկա, որ այն ինչ որ տեղի անում, որտեղ մեծ բաներ են այսպես դիտումներ են արձանագրվում։ Քաղաքացու տեսանկյունից էլ միգուցե իրեն շատ հետաքրքիր է տեղի ունեցողը ինչ որ բաներ անում։ Առավել քաղաքական մտածող մարդկանց կողմից հարցը հետեւյալն է. Արդյոք դուք նորից եմ ասում, ինչ որ ասում ձեզ անձամբ չի վերաբերում, բայց այս ներկայությունը, որը որ կա, ինքը չի վերածում իշխանության համար նոր էներգիայի աղբյուր գտնելու։ Խոսում եք կոռուպցիայից անմիջապես էս են օրինակ։ Իրենք ամեն դեպքում խոսում են։ Իրենք էներգիա են գտնում այս ընդդիմության այս ֆորմատով հարցադրումների մեջ, այս ասածս ընդհանրապես։ Ես հասկանում եմ, բայց ամեն դեպքում ես կարծում եմ հասարակ քաղաքացիներն էլ այդ հարցադրումը ընտրություն լինի, փողոց լինի, ինձ ասել են, իսկ կներեք, դուք ինչ եք անում։ Տաղավարներում խոսում են ոչ միայն ազգային ժողովի պատգամավորները։ Դուք եւս փայլուն վերջերս հարցազրույցներ եք տալիս։ Դուք ազգային ժողովի պատգամավոր չեք։ Հիմա ես իմ գործունեության մի ոլորտն է, մի հատվածն էլ ազգային ժողովում է։ Եթե այդտեղ չես լինում, ես կարծում եմ, ինձ բազմաթիվ իսկապես մարդիկ դա են ասել, ու շատ ավելի քիչ մարդիկ են ինձ ասում, խի եք գնում, քան այն մարդիկ, ովքեր ասում են ավելի շատ պետք է անել, ավելի շատ պետք է սխմել։ Բայց դուք թեմա եք բացում։ Չէ, էլ չենք շարունակում համենայն դեպս չեմ խոսում, բայց երբ որ գնում են պարոն վարչապետին հարցնում են օրինակի համար դաշտային մկների սեզոնային բոլոր հարցադրումները իրավունք ունեն հնչելու։ Դավաճան, զուգահեռ, բոլոր հարցադրումները կներեք, բայց բոլոր հարցադրումները հնչելու լեգիտիմ իրավունք կա, ես հասկանում եմ դուք ինչ կոնտեքստ եք այդտեղ դնում, բայց բազմաթիվ մարդիկ էլ լսում են։ Հիմա այսօր ես բացեմ իմ մեսենջերը, դուք կտեսնեք, թե քանի հարցադրում հասարակ մարդը իր համար ունի։ Կներեք, պատասխանելու համար եւ լավագույն օրինակը չեք։ Դրա համար ձեր կողմից հարմար է իմ այնց պատասխանելը, բայց խոսքը ձեզ չէ վերաբերում բնականաբար, հասկացողը հասկացավ, ես ումի նկատի ունեի, շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու այս ակիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Հայաստան Դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։